Հայաստանի 3 մարզում՝ Տավուշում, Լոռիում ու Սյունիքում 2021-ից իրականացվում է կրծքագեղձի մամոգրաֆիկ սկրինինգային հետազոտություն 50-ից 69 տարեկան կանանց համար։ Եթե կինը ունի կրծքագեղձի քաղցկեղ կամ նախաքաղցկեղային որևէ հիվանդություն, ամենավաղ փուլում մենք փորձում ենք դա գտնել հիմա, բուժել հիմա։ Հետազոտությունը իրականացվում է շարժական մամոգրաֆիկ կայանում, անվճար։ Արդեն 5-րդ օրն է վիրահատվել եմ, շատ լավ եմ զգում։ Հետազոտությունը ցույց տվեց, որ վարդիշաղի կրծքում փոքր գոյացություն կա։ Կրկնակի հետազոտությունը հաստատեց 7 մմ-անոց նորագոյացության տեսակը, կատարվեց վիրահատություն։ Առջևում ճառագայթային ու դեղորայքային բուժումն է, որից հետո բժշկի հավաստմամբ բուժվելու շանսը ավելի քան 95%-ի կհասնի։ Լավ եմ զգում, տրամադրված եմ պոզիտիվ էմոցիաներով, հույս ունեմ, որ լավ կլինի, շնորհիվ լավ մասնագետների, ծրագրի։ Կանանց հորդորում է ժամանակին դիմել բժշկի, հիվանդությունը կանխարգելել վաղ փուլում։ Ապրիլի 15-ին շարժական մամոգրաֆը Լոռուց տեղափոխվել է Տավուշի մարզ։ Ներկայումս շարժական մամոգրաֆը գտնում է Նոյեմբերյան քաղաքում եւ այդպես շրջելով տարբեր շրջկենտրոնների քաղաքներում հետազոտում են 50-ից 69 տարեկան կանանց։ Հոկտեմբերին կլինի Սյունիքի մարզում։ Պիլոտային ծրագրով մինչև օրս 11,000-ից ավելի կին մամոգրաֆիկ հետազոտություն է անցել, հայտնաբերվել է 90-ից ավելի քաղցկեղի դեպք։ Ճնշող մեծամասնության մոտ հիվանդությունը բարեբախտաբար հայտնաբերվել է ամենավաղ փուլերում։ Կրծքագեղձի քաղցկեղը կանանց չարորակ նորագոյությունների շրջանում ցավոք սրտի մեր երկրում դեռ գնալու է առաջին տեղը եւ ոչ միայն մեր երկրում, սակայն ամբողջ աշխարհում կա միտում այդ հիվանդացության աճի հետ մեկտեղ ամբողջ աշխարհում կա միտում մահացության անկման։ Դա կապված է հենց այսպիսի ծրագրերի հետ։ 2019-ից կրծքագեղձի քաղցկեղի վիրահատությունը անվճար է Հայաստանի բոլոր այն բուժկենտրոններում, որոնք ունեն ուռուցքաբանական լիցենզավորում եւ տվյալ ծառայության մասով գործում է պետական պատվեր։ Պացիենտներին խորհուրդ եմ տալիս ընտրեն տարվա մեջ ինչ-որ մի օր, որ կարող են կապել իրենց հարազատի ծննդյան օրվա հետ կապված եւ 1 օր հետո կամ առաջ անպայման իրականացնեն կրծքագեղձի հետազոտություն եւ հանգիստ ապրեն։ Ամբողջ գաղտնիքը նրանումն է, որ 1000 կին, եթե այդպես հետազոտվի, այդ 1000 կնոջից 1-2-ը վատ լուր կլսի, բայց նա կլսի այդ լուրը այն փուլում, երբ դա հարցը լուծելի է։ Բժշկի խոսքով քաղցկեղի բուժման բանալին հիվանդության վաղ հայտնաբերումն է։ Նարեկ Ոսկանյան, Արման Թովմասյան, լուրեր։